Ես մի հատ հարց եմ ուզում կամ գյուղատնտեսության հետ Пожалуйста, пожалуйста. Իրենց փաստարկը հողերի խոշորացման էր, որ այն ինչ որ մենք արտադրում ենք այստեղ Թուրքիայից սկսած մնացած բոլոր գյուղատնտեսական արտադրող երկրների հետ մեկտեղ մասնունակ չենք կարող, որտեղ փոքր հողակտորներ են, չենք կարող։ Ես վերջացնեմ հարցս, հա, եւ այս էր իրանց հիմնական փաստարկը, հա։ Հիմա մի հատ ասեք թե ինչ այդտեղ տեղի ունենում եւ թե ոնց ենք մենք պատկերացնում ընդհանրապես Հայաստանի համախառն ներքին արդյունք ինչքան մասնագիտացում լինելու այն հերանեկալում եւ այն ռեսուրսով, որ ինքը ունի եւ ում հետ ենք կարողանալու մասնագիտելուց բացի ներքին։ Գյուղատնտեսության մեջ ինչ է կատարվում, ինչ պետք է անեն միակ գիր, որ գրվել է վերջ տարին, ես եմ գրել։ Այդ գրքի մոտ 100 էջը ռուսական գյուղատնտեսությունը, դրա համար ինձ տվել են գրքի համար Ռուսաստանի դոկտորի կոչում Վակով են տվել։ Ես հայկական դոկտոր չեմ եղել, հետո ստե հաստատեցի։ Դա երկրորդ դեպքն է եղել, ինչքան գիտեմ, մեկ էլ Սևակի ժամանակից։ Ինչ է հետի ասում, ոնց անենք, որ մանրը մրցունակ լինի։ Նախ ասենք, որ գյուղատնտեսությունը չի բերի ընտանիքներին այնքան փող, որ բավարար։ Մենք գիտենք, որ մեր գյուղատնտեսությունից սովետական ժամանակ խոպարտ է։ Բայց այնուամենայնիվ կարելի է 500,000 հեկտարից մաքսիմալ կամել։ Ասեցինք գնացեք կոոպերացիա, причем փոխօգնության կոոպերացիա։ Ինչ պետք է անել գյուղում։ Ես հողը խաղաղագործել։ Մեզ մոտ միջին հողակտորը 1.5 Ես ավելի փոքրն եմ ասա, Հունաստանում ու Իտալիայում։ Ասենք Սան Մարինոյում, որտեղ հնան $76,000 մեկ շնչին գնում։ Հասկանում եք։ Այդ բոլորը հեքիաթ է, որ դա մրցունակ չի, միայն դա է մրցունակ, միայն փոքրը, խոշորը մրցունակ չի։ Հիմա ես ասեմ։ Վերցնենք Շամշադինը, 11-ը խաղաղագործական գյուղ կա։ Չինարին, Պարավաքարը, ասում եմ Պարավաքարը, այս ծերի գյուղն է, այնտեղ Չորաթանը Այգեպարը, Արծվաբերդը ստեղծում են 4 գյուղը միասին ստեղծում են 5-6 հատ կոոպերատիվ։ Մի կոոպերատիվը խաղը դարձնում է գին։ Ես փայլն եմ դրա մեջ։ Փոխօգնության կոոպերատիվը, փայլը չենք անշահութաբեր կազմակերպություն է։ Հասկացաք։ Ուրեմն ես պարտավորվում եմ ունենալ խաղի այգի, տարվա մեջ 5 օր ինձ աշխատել կոոպերատիվ։ Այս ձևը կա ֆրանսիացի մոգոնալի մեծ։ Ես ինձանից չեմ մոգոնում։ Հաջորդ կոոպերատիվը, որոնք խնդրում են բանկն է։ Այս Շամշադինում կարելի է ունենալ 2-ից 3 բանկ։ Մենք չենք բանկի կապիտալը բարձրացնել մինչև 8 միլիոն եվրոյի։ Եթե 8 միլիոն եվրոյից պակաս ունես, Հայաստանը բանկը կարող բացես։ Ռուսաստանի նման խոշոր պետությունում 3 միլիոնով ես բացում։ Կներեք 90 միլիոն ռուբլ։ 2 միլիոն եվրոյով ես բացում։ Որսան քիչ են դրել։ Այս խոս չեմ գտնում, էմոցիաներ չէ, ես էմոցիոնալ խոսում եմ, բայց մեջս լրիվ տրամաբանություն անստացել։ Սրանք հիվանդ են։ Ռուսաստանում 2 միլիոն եվրո բանկ։ Քանի անգամ այդ նույն Շամշադինում Մովսես գյուղից տղան են եկել, թողեք նա փոքր բանկ բացեն, մեռանում ֆինանսավորեն։ Ուրեմն հաջորդ կոոպերացիան բանկերն է, ֆինանսական կոոպերացիա։ Մի բանկ բացեցինք Ակվա կրեդիտ ագրիկոլը, այդ հունի վրա դարձին սովորական կոմերցիոն բանկ, վամպիր։ Այսօրվա վիճակը։ Հաջորդը ոռոգումն է։ Ամեն անգամ վեճ, մենք գինը պետությունը նշանակում է, գյուղացին ասում է դժգոհ են, ցածրա դնում պետությունը վրա։ Արա տվեք իրանց այդ ոռոգման համակարգը։ Բերեք մարդուն տվեք ակցիա։ Այդ 5 գյուղում 2000 տնտեսություն է, ամեն մեկին մի հատ ակցիա տվեք։ Բայց իրար մեջ կարող եք վաճառել, որտեղ կոոպերատիվա չեն կարող Երևանից գան առնել։ Փակ բաժնետիրական։ Փակ բաժնետիրական չի, կոչվում է փոխօգնության կոոպերացիա։ Բայատիրական ընկերություն։ Ֆերմերներն են սարքում իրանք։ Այո։ Էս եղել այ մարդ, Սամվել Խաչիկյան կարտացել։ Այ Խաչիկ Սամվելյան պատմաբան։ Էս եղել է։ Այդ իրար օգնել է։ Այդ մուլքադարությունը մենք գիտենք դարերի ընթացքում եղել է։ Հասկանում եք։ Բայց գյուղացին այսօր ունի այդ գիտելիքը, որ կարող է։ Երբ որ դու գյուղացին ասում ես, ես հիմա մի հատ հաջորդը տրակտորային կայանում։ Գալիս ասում ես 4 գյուղից ես սարքում տրակտորային կայ։ Այդ 4 գյուղին ես տրակտորը հերիք հազար։ Հայդը այս տրակտորն էլ մեռան քննադատելով։ Այն լավ էր որ սեփականաշորին պատի ասում եք ինչքան են քննադատում տրակտորին սեփական։ Միջև հիմա Հայաստանում են 14000 տրակտորներ, եթե չսեփականաշորեի, հիմա вообще տրակտոր չէր լինի։ Ու բողոքում են ասում են այդ 5-ն հələ։ Всё же երկիրը ցանվում է։ Հիմա բերում ես ասում ես գյուղացի ջան, այս կոոպերատիվը օրինակ մեքենա տրակտորային կայան արժի $300,000, ես դնում եմ 270 կամ 270, 30-ը դուք դրեք սիմվոլիկ գումար։ Բայց դուք դրա անդամ եք։ Ու դուք եք գալիս աշխատում, լավ եք աշխատում, վատ իրար մեջ եք հաշվի առնում։ Կարևորը որ չլինի կոլխոզի պես, որ հողը մնա գյուղացու։ Այսինքն լինի կոոպերացիա։ Այս սրան ով գլուխ կբերի։ Սեր Սարգսյանը կամ առավել եւս Տիգրան Սարգսյանը կուզենան այդ հան գյուղացուն ուժեղացնել։ 100 անգամ ասել եմ, արան չեք բերում սեմ տալիս։ Ում եք տալիս, ում չեք տալիս, ու խոշորին ինչ եք տալիս։ Բա փոքրը մեռնի, կամ այդ ինչ կուլտուրա է այդ բան տալը, սեմ տալը, պարտանուտ տալը։ Դու ինչ գիտես լավ սերմ ես առնում։ Այս սեմ տալու միակ իմաստը որ գյուղատնտեսության ցանկացած նախարար դրա վրա մի 30% հատ կա տանում։
հասկացած։ Սկսած սրանից, վերջացած նախորդով, նույն պատմությունն է։ Մեռանք ասելով, ընչեք գյուղացուն տալիս սեր։ Օգնում եք, փողն եք բյուջեում, այդ փողը տվեք, սարքեք այս կոոպերատիվ թողատան իրենց սերմը առնեն։ Պետք է սովորեցնես բիզնեսին, չէ՞։ Իրանք էլ այդ 2000 տնտեսությունից 5 հոգու կասեին դուք սերմի ու պարտանյութի գնումներով եք զբաղվում։ Դու պետք է զարգացնես, գեներացնես բիզնեսը։ Բիզնեսը տղաճան կուլտուրա է։ Բիզնեսը ինչ այդ կարևոր, եթե իրանք մի քիչ էլ սխալ անեն, քանտերպետությունը ավելի լավ։ Իրանք պետք է սովորեն բիզնեսին չի նման այս բոլորս։ Անկորձ մարդիկ են դառնում։ Ինտելեկտուալներ։ Այս բոլորս անկորձ եք նրա համար, որպեսզի Ռուբեն Հայրապետյանի կամ չգիտեմ Սամվել Ալեքսանյանը շատ բիզնեսմեն է։ Բայց այդ բիզնեսը մշակույթ հասկանում, դրանով են սովորում։ Այդտեղ լեզուն է զարգանում, գիտությունն է զարգանում, կուլտուրան է զարգանում, երաժշտությունն է զարգանում, հասկանում եք։ Սրանք պետք է գնան։ Տարբերակ չկա։ Այստեղ այս մակարդակի խոսակցություն, որ ձեր հետ ունեմ, իրանց հետ հնարավոր չէ, իրենց չկա մեկը մի հատ ինտելեկտուալ, սկսած նախագահականից մինչև կառավարական, կարող ես բաներ խոսես։ Այս կրթությունները չեն ստացել, այս տենդենսները չգիտեն աշխարհի։ Մարդիկ հիանալի լուծել են կոոպերացիայի միջոցով փոքր գյուղացիական խնդիր եւ ինքնարժեքը իջել է։ Թող ինքնարժեքը բարձր լինի եղբայր։ Թող մի պահել ինքնարժեքը բարձր լինի։ Ինձ ավելի շահավետ էր փոքր խանութները մի քիչ բարձր գնով, բայց մինչև հիմա այդ գները չէին բարձրանա։ Խանութները խոշորացումից հետո մենք առաջ անգամ ունենք տարեկան հաշվարկով 14-ից 15% պարենամտերքի գնաճ, մինչև այդ եղել է 3%։ Վերջի 3 տարի 9 ամսում պարենամտերքը ավելացել է իրանց պաշտոնական թվով, ես այդ ինչ եմ հավատում, 37%։ Սրա մեղավորն է Ստարնա, Սասնա, Սիտինա։ Հասկանում եք։ Իսկ բարենային այդ համաշխարհային խնդիրների ոչ մի համաշխարհային խնդիր չկա, ոնց է ձեր անունը։ Բարեկամս չկա, սուտ են ասում։ Ով որ կանի մի անգամ կոշին հետ հանեք խփեք էլի պաշտոնայի ուղղությամբ։ Եթե որևէ հանրապետական ենով այնտեղ չգիտեմ մի հատ հանրապետական հանձնաժողովի նախագահ տնտեսական որ նստում է պարենից է խոսում համաշխարհային գներից։ Ողորմելի բաներ եկեք չխոսեք։ Իսկ չկա տենց բան, բարենային չունի։ Գնացեք www խփեք ամենահասակ սայթն ասեմ .money.cnn.com Բացեք ասեք ծորենը, վերջի 52 շաբաթվա գինը, վերջի 240 շաբաթվա գինը։ Կապույտ սլակով ցույց է տալիս որտեղ հասել։ Վերջացրեք այս պատմությունները։ Վերջացրեք։ Ինչը չի թանկացել, այդ պարենն է որ գրեթե չի թանկացել։ Պարենը միշտ թանկացել է աշխարհի ինֆլյացիայից շատ ավելի պակաս։ Միշտ։ Ինչի մասին է խոսքը։ Այս տարի 7 ամսում սուրճի գինը իջել 3 անգամ։ Քանի կոպեկա իջել սուրճի գինը Երևանի խանութներում։ Քանի կոպեկա իջել։ Բարձրացել է։ Այդ որ իջնում է, խի չեն ասում, բախի չի իջնում։ Հիմա այդ սուրճը, որ 3 անգամ իջել է փետրվարի համար, եթե հանգար 5% զմերը բարձրանա, բերքահավաքը վերջանում է, Բրազիլիայում բերքահավաքը մեկ էլ եւ այնտեղ կարևորը Բրազիլիան ու Կամերունն են ասեք, թե մեկ էլ հարավ-արևելյան ասեի մի երկու երկիր, հենց 5% բարձրանա, ստե 10% պիտի բարձրանա։ Անես սիրուն նկատում են բարձացավ։ Այդպես բան չկա։ Ես պատասխանատվությամբ ասում եմ, պարենը միշտ ավելի դանդաղ աճ է, քան թե մյուս գները, պարենի էական գնաճ գոյություն չունի։ Այդ որ էական եվրոպական չինովնիկներն ասում են, սրանք էլ ասում են, տեսակ որ ասեց, այդ էական որ ասում են, էդի 1.5%-ի փոխարեն 3% է եղել։ Էս է եղել դա։ Ոչ թե 35%։ մի հատ բարձրացնել է։ Այդ կոոպերացիաների հետ կապված գյուղատնտեսան որ դրա ադապտացման ամենաճիշտ մեխանիզմը որն է, այսինքն պետությունը գալիս է նախաձեռնում է ինքը ցույց տալիս, հետո աստիճանաբար ինքը ասում է դուք դառնում եք կոոպերացիա անդամ, ժողովներ անում, օրենքն ընդունում, այո։ Ես էդի երբ որ կոնյակում աշխատում էի, Շամշադինում մի հատ արել էի։ Համարյա վերջացնում էի։ Բայց այս ժամանակ ես ներկայացնում եմ ուրիշի մասնավոր ձեռնարկություն, այսպես բանը չի կարող։ Համաշխարհային բանկին հրավիրեցի, եւս մի անգամ համոզվեցի, որ իրական լուրջ պրոյեկտների մեջ համաշխարհային բանկը չուզում ֆինանսավորել։ Նա ուզում է այնպես մեզ ֆինանսավորել, որ միշտ պարկ ուզենք հաջորդ պարկը փակելու համար։ Էտա տարա ժողովրդին ասի մի հատ ստեղ անենք, հետո տարա ժողովրդին նոյեմբերյան ասի մի հատ էլ ծառայամասային բան սարքին կլաստեր կոոպերացիայի նոյեմբերյանում։ Թող դրեն անեն։ Այստեղ նենց էլ չի որ խեղնա չի երիկում։ Բանկերի մասին գրել են։ Գյուղատնտեսություն գրել ենք, արդյունաբերություն գրել ենք, չգիտեմ էլ բնակչություն էլ ամեն ինչ գրել ենք։ Թող վերցնեն անեն, պարզապես գրած է, կարան։ Եթե ուզում են իրանք անկախ գյուղացի տնան։ Եթե ուզում են որ մի օր պրեզիդենտը գնա գյուղ, որ գյուղացին ասի լավ, ես զբաղված եմ, չեմ գալի տնամ, ես մենակ կուրախանամ դրա վրա։ Կասեմ վերջապես։ Հիմա ո՞նց է։ Վայ, պրեզիդենտն է սա թափում են, գուցե անի մեկին 5000 դրամ փող տա։ Մարդկանց հասցրել են այդ օրը։ Արժանապատվությունից զուրկ։ Իսկ ձեր ծրագրեր իրականացվելու դեպքում 10-20 տարի հետո ազգաբնակության
Այս համագարտակները ինչպեսի տարբերություն ունի հայտնի։ Բոմժերը կվերանան։ Ինձ չի հետաքրքրում, չէ։ Ես նախ չէի ուզենա, որ բոմժերը վերանան։ Ամենավատ աշխատողները պետքա չկարողանան, եթե վատ են աշխատում։ Կա մարդիկ, որ պրոզվում վատ են աշխատում։ Օրինակ, սենյակում 10 հոգի նստած աշխատում են, մեկը չի աշխատում, 9 աշխատում է։ Ոչ թե այս մեկն է 9-ի նման դառնում, 9 կամաց դառնում են այդ մեկի նման։ Չաշխատողը պիտի պատժվի։ Այսինքն աղքատները պետք են։ Չէ, ոչ թե պետք են, գործազրկություն պետք է լինի նրանց նկատմամբ, ովքեր չեն աշխատում, չեն ուզում աշխատել։ Բայց սոցիալական նպաստ լինի դրանց։ Իհարկե, սովորաբար պետք է մեռնի, հանցագործ կդառնա։ Ուղղակի չաշխատելու համար դուրս տան։ Ինքը քաղաքացի։ Չկարա։ Հացի փող ունենա։ Չէ, ոչ թե ասենք ինքը ուղղակի ինքը ոչ աշխատում ոչ բան ինքը քաղաքացի։ Չէ։ Սահմանադրական աշխատել իրավունքի հարցը։ Մարդը կարող է ասում, չեմ ուզում աշխատել։ Հա։ Չեմ կարող չաշխատողին տանել փող տալ, ասել չես ուզում էվալա քեզ։ Վաղեն են գազ, ես չեմ չաշխատել։ Գերմանիայում այս վերջերս եկավ այս բանը փոխեց, Մերկելն էլի փոխեց, ինչ Մերկելի զասլոգան ո՞րն է, Թուրքիայում Գերմանիա Էրդողանի զասլոգան։ Այնպես տեղեր կար ունա Գերմանիայում մինչև 2 տարի 900 փող տալ 60%-ը։ Այս գերմանացիք մտում էին աշխատային, նախ սկսվեց այս ամեն ինչը թուրքերից ու հայերից։ Ու ոչ գերմանացի, հետո գերմանացիների վրա տարածվավ։ Ու նպատակն է ոնց անել գնալ բան, գործազուրկ դառնալ։ Որտեվ նույն փողը ստանում ես համարյա չաշխատելով։ Հույների հիմնական խնդրեմը սա է այսօրվա պարտքի կուտակը։ Երկիրը չի աշխատում։ Ֆրանսիան այսօր 35 ժամյա աշխատանքային շաբաթ ունի։ Հնարավոր չաշխատել, երկիրը էլ չի դիմանում կոնկուրենցիային։ Այդ 12 տարի է որ մցրեց բանը, այդ 35 ժամյա Շիրակի արածներ, Շիրակի բացարձակ հիմարություն։ Այս 12 տարում Ֆրանսիան որ Գերմանիայից 20% ավել էր, հնարավոր հիմա 20% ցածր է։ Հասկանում եք։ Այսինքն այս բաներին պետք է զգուշ լինել։ Նպատակը բան չի, բայց մարդը պետք է իմանա, որ եթե չի աշխատում, վատ աշխատում։ Այո, նպաստ Հայաստանը հաց, բայց ինքը զգալիորեն վատ ապրում։ Եվ այո, ինքը բոմժ է։ Այլապես դուք չեք տնասարկանում։ Այս պատկերացնեք ինչ կլինի Հայաստանում։ Իսկ ո՞նց է գյուղը այդ հարցը, ասենք եկեք իշխանության, ոնց է այդ բանը այդ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերած գումարները, ոնց է բաշխվել։ Կամ այսինքն ոնց է այդ նոր սեփականատերերը ոնց են ստեղծվել։ Ես այդ հարցը լավ չեմ հասկանում։ Ասենք եկեք իշխանության նախնական կապիտալը օլիգարխը ձեռքաբերի հանցագործ ճանապարհով։ Ոնց է գումարը նորից վերաբաշխվել։ Նախ եւ առաջ ես հիմնական խնդիրը տեսնում, որ այսօր իշխանության ենք, մենք դաշտը համահարթեցնում ենք։ Օրինակ, ես առաջի հրամանը, որ այստեղ անելիք չկա, այդ օրենքը չի ընդունված։ Անմիջապես տամուժայում կնշանակվի ինքը հրաման կստանա, եթե իմանանք, որ դու իրա վերած մի վագոնը կանացրել ես, բենզինը քեզ կանոն գործից, կարակը բենզինը։ Այսինքն, պարոնայք Սամվել Ալեքսեյանը կամ Միշա Բաղդասարովը իրանք իրաց տեղը կգան։ Մյուս հարցը, որ Էրնեկանը կտեղեկացվի այն մասին, որ սրանից հետո Հայաստան ցանկացած մարդ կարտա ավիանավթ բերի։ Բայց ստարտային հնարավորությունները արդեն տարբեր են լինում։ Միրոպե, մենք չենք գալի մարդ սպանել այստեղ։ Ինչ վերաբերում է օլիգարխներին, դրանց բիզնեսները մեկիկ կքննվեն։ Եվ միայն այն դեպքերում, որտեղ բացահայտորեն օրենքը խախտվել է, կպատժվեն։ Այն դեպքերում, երբ որ իրանք օրենքով են այդպես դառել, ու օրենքն էլ սխալ է, ես ոչինչ անել չեմ կարող։ Որովհետև լեգիտիմություն ա եղել, ինքն թանուր խախտել է։ Դա կապ չունի։ Ես պետությունը տվյալ պայքարը եղել է, էդի հերու կտանի։ Էդի մենք կդառնանք Ռոբեսպիերը։ Էդի մեզ կդարձնենք, այդպես ճանապարհ չկա։ Այդպես ճանապարհ չկա։ Ասում եք հետո։